Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ուրեմն 172 միլիոն դրամ կառավարության հատկացրել քաղաքապետարանին հանգստի գոտի ստեղծել հրազանի կիրճում։ Հիմա դուք ասում եք մրցույթով եք անում, անցած տարի նմանատիպ ծրագիր կար, որտեղ կառավարությունը 6.5 միլիարդ դրամ, 18.5 միլիոն դոլար հատկացրեց, որպեսզի Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճը ստեղծվի, եւ դուք պայմանագիր տվեցիք մեկ ընկերությանը առանցին մրցույթ, որը նորաստեղծ ընկերություն էր եւ իր հիմնադիրները նվիրատություն են արել ԿՊ-ին։ Հիմա էսի կոռուպցիայի հարցը առաջին որտեղ դուք էլի եք այսպես բաներ արել, ասում եք մրցույթով ենք անում, բայց ներքին կարգով մրցույթ եք անում։ Երբ որ ներքին կարգով մրցույթ եք անում, օրինակ այդ Ալբերտ Ազարյանինը կարող է եթե Արմեպսով դնեիք, թենդեր լիներ, մրցակիցներ լիներ 5-6 միլիոն դոլարով կարող էին մարզադահլիճը սարքեին ոչ թե 18.5 միլիոն դոլարով։ Սա կոռուպցիայի կասկածանքներ առաջացնում։ Հիմա ուզեմ պարզ պատասխանեք դուք հայտարարեք Արմեպսի վրա թենդեր մրցակիցներ քանի հոգի են եղել, թե դուք դեր ներքին կարգով այսպես որոշեք մի օգուտակ։ Պարոն Զարուկյան, ձեր բարձրաձայնած բոլոր թվերը բարեբախտաբար իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև իրականությանը չեն համապատասխանում, իրականությանը չի համապատասխանում այն հանգամանքը, որ մենք ենք որոշել հրատապ ընթացակարգով իրականացնել այս շինարարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, ինչի է Ալբերտ Ազարյանի շինարարությունը իրականացում հրատապ ընթացակարգով։ Մենք 2027 թվականին ընդունելու ենք աշխարհի առաջնություն, աշխարհի թե Եվրոպայի, աշխարհի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի ատլետիկայի, Okay, ատլետիկայի աշխարհի առաջնությունը, այս որոշումները կայացվել են կառավարության կողմից, ընդհանուր բյուջեն կառուցման մոտավորապես, եթե չեմ սխալվում, 2.3 միլիարդ դրամ է, 4 այս նախորդ տարվանն էր 2.3, 4 միլիարդ դրամի կարգի է, իսկ ինչ վերաբերում է հրատապության կարգին, տեսեք, մենք այս ծավալի շինարարություն այն ժամկետներում, որ իրականացվում է Ալբերտ Ազարյանը, մեր նորմատիվներով պետք է իրականացվեր 5-6 տարում։ Մենք սա իրականացնում ենք մոտավորապես 1.5 տարում եւ իրականում փաստացի 3 շինարարական խոշոր շինարարական կազմակերպություններին, ովքեր որ ունեին այդ հնարավորությունը այդ արագությամբ իրականացնել 6 տարվա շինարարությունը, ուղարկվել է առաջարկ հրավեր, 3-ից ամենացածր գին տված ընկերությանը շնորհվել է պայմանագիրը եւ այս որոշումը կայացրել է կառավարությունը, ոչ թե մենք։ Խնդրեմ։ Ուրեմն ես թվերը վերցրեմ ԿԳՄՍ-ի կայքից 6.5 միլիարդ դրամ է գրված այնտեղ եւ գիտեք այս հրատապը որ ասում եք հիմա իմ հարցին չպատասխանեցիք թենդեր եղել է թե չէ ես դեռ չգիտեմ թենդեր Արմեպսով արեք թե չէ դուք անընդհատ հրատապով եք գրում Լիլիան Արմին 2.5 միլիոն դրամով դոլար կներեք էլի հրատապով տվեցիք անցած տարի նոր տարին որ ամեն տարի նույն տարում նոր տարվա կատարողական բաներ լինում, էլի ամեն տարի հրատապով եք անում առանցին մրցույթի։ Գիտեք, պարոն Ավինյան, սա համակարգային բնույթ է կրում ձեզ հետ։ Նախկինում էլ անիֆը, գիտեք, քրական գործեր, քովիդը եւ այս կոռուպցիայի կասկածանքները չեն վերանում։ Հիմա այս առաջիկամ ընտրությունները, արդյոք դուք պատրաստ եք քրական պատասխան կրեք, եթե ընտրություններում դուք չպարտվեք եւ պատրաստ եք, այսինքն այս գործեր բացահայտվի, ինչ հաշվարկներ եք արել, եթե շարունակում եք այսպես կասկածանքներով գործանել։ Պարոն Զարուկյան, իրականում այս դատարկ իրապես էլի այս դատարկ բաները, տեսությունները, որ տարածվում են նաև ձեր կողմից, չգիտեմ որքանով է լուրջ ընկալվում մեր հանրության։ Անիֆը լուրջ չի ընկալվում, ոնց է ձեր։ Անի 107 դրաս։ Պարոն Զարուկյան, նախ ձեր 1 րոպե արձագանքի հնարավորությունը ձեզ տրվեց, դուք արձագանքեցիք, հիմա խնդրում եմ լռեք եւ լսեք։ Նախ եւ առաջ
մշակութային միջոցառումները Երևանի քաղաքապետարանը, որ իրականացնում է օրենքի տարին համապատասխան եւ իրականում մշակութային միջոցառումը այն բացառիկ միջոցառումների տեսակներից մեկն է, որտեղ որ որոշակի, այսպես ասած, ճաշակային հարցեր եւ խնդիրներ կան եւ բազմաթիվ խնդիրներից ելնելով դեռևս 2018-19 թվականին շատ կոնկրետ օրենսդրական փոփոխություններ են կատարվել եւ բոլոր այդ ընթացակարգերը Երևանի քաղաքապետարանը պահպանում է եւ եկեք համաձայնենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների որակը եւ ծավալը եւ ընդհանուր տրամաբանությունը խոսում են այն մասին, որ այդտեղ իրապես ճիշտ եւ լավ աշխատանք է արվել։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան։ Ինչ վերաբերում են մնացած բաներին, բազմաթիվ անգամ գիտեք արդեն արձագանքել ենք, բայց թեմայի հետ կապ չունի։